Երջանիկ լինել հմտություն է հնարավոր է սովորեցնել, թե ամեն դեպքում նաև հորմոնալ ֆոն է, ընտանիքի դրվածք է, չէ՞ կան ընտանիքներ, որ երեխան ծնվում է եւ փոքր տարիքից այդ ընտանիքում այդ տառապելը կարծես ավանդույթ է, չէ՞, ամեն ինչին այսպես շատ բան հայացքով են նայում։ Բայց ժամանակամր մենք ունեինք ընտանիք, աղջիկը ուներ Երևանյան կամ պերիոդիկ հիվանդություն, այդ ընտանիքում ուրախություն չէին անում, որովհետեւ մեր այցելուն 6-7 տարեկան էր, քույրիկը 15 տարեկանում պերիոդիկից մահացել եւ այդ օրվանից հետո որևէ ուրախություն այլևս այդ տանը չէր լինում եւ այդ աղջիկը ասում էր մեր տունը ոնց որ գերեզմանա տուն լինի մեն իր քույրիկի նկարներով եւ այլն դա բացարձակ սխալ եւ այս աղջկա մոտ այդ դարդի մեջ դե պերիոդիկը գենա սկսեց արտանալնամ փոքր ժամանակ չուներ պերիոդիկ հետո քրոջ մոդել այսինքն այո քրոջ մոդել իսկ եթե նա միջավայրը ուրիշ լիներ ուրախ լիներ զվարթ լիներ եւ այլն հավատը նաև դա է, որ երբ որ մենք հավատում ենք, որ լավ կլինի, չէ՞, այդ հույս չկորցնել։ Մենք պետք է հասկանանք, որ այդ երջանիկ լինելը դա մեծ աշխատանք է։ Մենք կարող ենք լինենք երջանիկ, այսինքն իմ ընտանիքում կա խնդրեմ, բայց այդ խնդրեմը իմ երջանիկ լինելու հետ ինչ կապ ունի։ Կարան ասես ինչ է այս հոգեբանը խոսում, բայց դա իսկապես կապ չունի։ Իմ երջանկությունը ես պետք է պահեմ, որտեղ իմ երջանկությունը դա իմ կենսախինդ լինելը, առաջ գնալն է, որ հենց այդ խնդրեմը ես կարողանամ լուծել։ Եթե դա իմ ընտանեկան խնդրեմ է, իմ մերձավորը ունի լուրջ դիագնոզ, վաղ անկողին է ընկնելու, խնամք է պահանջում, համբերություն է պահանջում, ուրեմն ես պետք է իմ այդ առանցքը, որի անունը կարող ենք այսօր դնել երջանկություն, ես պետք է պահեմ դա։